ղեկավարությունը ընդդիմում է ըստ դերբարություններով հրամանի համապատասխան օրվա իրադրությունը անփոփոխ Տրամադրությունները մարտակը ապրեք ոնց է հակառակորդի վիճակը վախեցա Հեն դուքները տեղնա տղերք վախեցած է հակառակորդը պարոն գնդապետ Գագիկ Շամշյան ճանաչում եք ճիշտ է Լավ տղերք ձեր գործով զբաղվեք Ստե խրամատ չկա, չէ։ Կա, ոչ չկա Էսի կարելի է, չէ նկարել։ Հեն անգամ էլ։ Էսը Շամշյան, այդ մեր հողերը բաները նորից Հա։ Հացիկ ստայր նորից գործանում Հա, Խաչիկի գյուղացիները։ Հաչիկի ալումը ժամանակ ուզում են խանդարած ըններ Հակառակորդը, չէ։ Էն էլ արժանի հակահարված է ստանում։ Պեկայստան կստից հա մաստեց կալանք Հեն եմ սաղ իրանց առաջնամիցն Ասանք սաղ իրանք Միրանք սիս կարան մեզի տեսնեն Տեսնում են Կաղա մի Չէ իմանայի որ նայես դաշտի մեջ գյուղացին են մեր գյուղացի գործն են մեսի մերոնք են Հա այնա գյուղի ժողովուրդը աշխատում են ու ստեղ էլ իրանց անվտանգությունը պահպանում է զինվորն ու սպան բանակը Այսա Գյուղացիները հանգիստ աշխատում են որտեղ որ իմանում են արդեն ամուր է Այդի դրանցն է չէ Այնակ էտ ունենակ է Բարսեղյան, դուխը տեղն է, չէ։ Ճիշտ այդպես։ Եվ նաև կասեմ, որ մենք այստեղ ենք, որ իրենք հանգիստ քնեն։ Պարոն գնդապետ, գյուղի բնակիչները երբ խոսում եք, գյուղի բնակիչներն ասում էին ազատ կարողանում ենք արտը ջրենք, խոտը հնձենք, երբ իմանում ենք, որ պաշտպանության բանակը, պաշտպանության նախարարության տղաները շարքային զինվորից մինչև սպա սարի նման կանգնած են մեր թիկունքին։ Հիմա առաջնագծից որպես նշված հատվածում Բարսասիչյան սպա, որպես ձեր խոսք էլի բնակիչներին, որտեղ այսօր ամեն մի բնակչի ավելի շատ հետաքրքրում է զինվորի սպայի խոսքը, ավելի շատ հավատում են զինվորին սպային, քան ասեն քաղաքական գործիչներին։ Ուրեմն գյուղը ասեմ ձեզ, որ դեռ շարժման ժամանակահատվածից արդեն իրավիճակի մեջ է, պատերազմական գործողությունը որ եղավ, նույնիսկ կրակել են գյուղի վրա, եւ այդ ժամանակահատվածից սկսած էլ եւ գյուղացիները նույնպես օգնում են մեզ։ Հիմա տեսնում եք, մեր
ոնց մենք ենք իրանց թիկունքին կանգնած, այնպես էլ գյուղացիներն են մեր թիկունքին կանգնած, հանգիստ իրենց գործն են անում հիմա, վստահ լինելով, որ այստեղ մեր զինվորներն են կանգնած եւ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարվածը կտան հակառակորդին։ Համագործակցությունը շատ սերտ է, անհրաժեշտության դեպքում օգնում են մեզ, օգնում են նույնիսկ աշխատուժով, եթե դրա կարիքը մենք զգում ենք։ Նորմալ է փոխհարաբերությունները, որպես հայ ժողովուրդ վստահում են մեզ, մեր բանակը, մեր զինծառայողներին վերաբերվում են շատ հարգանքով, եթե մեր զինծառայողները դուրս են գալիս գյուղ ազատ արձակման ժամանակ, ուրեմն մեծ հարգանք են վայելում, չկա այդպիսի տուն, որ զինվորը անցնի իր տան մոտով, հանգարց չհրավիրի, չհյուրասիրի, չի կարա։ Բոլոր գյուղացիները միաբերան նշում են, ասում են, մեր պահապան հրեշտակները զինվորներն են։ Այդպես է։ Ճիշտ այդպես, բնականաբար, այդպես էլ կա։ Եվ ոչ միայն գյուղացիների, մենք արդեն համոզում ենք, որ մեր հայ ժողովրդի համար պահապան հրեշտակները մեր զինվորներն են, մեր բանակն են։ 18 տարեկան, 20 տարեկան, ինչպես զինվորները, այնպես էլ մեր հայոց բանակի սպաները, մենք տեսանք արդեն այդ օրերի ընթացքում, թե ինչպիսի անձնազոհությամբ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։ Արեցին այն, որպեսզի մեր հակառակորդը չկարանա մոտիկանա եւ չիրագործի այն, ինչ որ ուզում է։ եւ դրանց մեջ են նաեւ կամավորականները։ Նրանց մեջ է նաեւ այո, կամավորականները ոգի են տալիս մեր զինվորին, հիշում են իրենց 90-ականների հաղթանակները, օգնում են իրենց որպես շատ-շատերը մասնակցած, որպես վետերաններ իրենց բարի խոսքով, ճիշտ փորձով, նաեւ փորձով, այո։ Այնպես որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, քանի որ հզոր ենք, կանգուն եւ ոչ ոք դրանում թող կասկած չունենա։ Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է գյուղ կանգնի, գերանքը կոտրի։ Միանշանակ։ Հեն ախպեր, դու խտեղն է։ Տեղնա։ Ոնց։ Որտեղից ես։ Լեռնագանցի։ Ահա։ Տենում ես։ Ծնողներիդ, ընտանիքի անդամներից սիրած աղջիկ ունես։ Ունեմ։ Դե մի երկու բառ ասա։ Դե սաղին շատ կարոտել եմ։ Ուզում ենք մեր գործը լավ կատարենք, մեր հրամանատարների գլխավորությամբ որապահով գնանք հասնենք մեր տերները, իրանք օգնում են մեզ այդ հարցում։ Սահմաններն էլ անառիկ է։ Դե առանց իրանց անառիկ չէր լինի։ Ճիշտ եմ, չէ՞ դու։ Սա է։ Այդտեղից եմ փորձում մեր անդորը խախտել, բայց Ամենը փորձում են։ մենը արժանի հակահարված են ստանում։ Որովհետև հաղթանակած բանակի զինվորն է կանգնած։ Այ դա չէ այսա։ Հենա։ Այս իրանցնա, չէ։ Հենա միատել այսա։ Այս միատել։ Սա մեր պապական հողերն է եղել։ Այս իրանց Ժամանակի խնդիր է։ այս իրանց հենակետերն է, չէ՞ այսա։ Այս ուրա բարձրանում։ Հենակետ։ Հա, ընդդեղից բարձրանում։ Կետից հենակետ է։
Չարկաշ տանջված, հա? Շատ եք տանջված։ Ոչ մի քիչ։ Всё։ Ու հիվանդներ չունենք։ Ոչ մի կերպ։ Չէ, դրանք սաղ մեծ ուշադրություն նայվում է, բան չկա։ Հեն տղեր, դուխները տեղն է։ Հա, ճիշտ է այդպես։ Տնավարի խոսա, ազատ, ձեզի ազատ պայք։ Որտե է սապր, մաղբեր։ Շիրակի մարզում։ Հա։ Եղեգնացի։ Հեն, մի երկու խոսք ասա, տնեցոնց, ժողովրդին։ Շատ լավ է, ծառայությունը շատ լավ է։ Դուխները տեղն է։ Ներստեղն է, մարդական տրամադրված, ամեն ինչ կարգին է։ Ցանկացած ոտնձգություն հակառակորդի կողմից, ձեր կողմից Մեր կողմից արժանի հակահարված։ հակահարված։ Հեն այն է, չէ։ Հեն աղբեր։ Հեն դուխը տեղն է։ Որտեղ ես ապրում։ Այնտեղ։ Ահա, դուխը տեղն է։ Մի երկու բան ասա ժողովրդին, ընտանիքիդ, ընկերներիդ։ Տանիքը լավ են, ընկերներս իմ նման ծառայող են, տարբեր տեղեր։ Բարեմաղթանքներ։ Դուխն էլ տեղն է։ Այս լավ է։ Հեն տղերք։ Ձեր անվտանգությունից ելնելով խրամատներն եք, չէ՞ դզում։ Քանի որ անձրև է գալի, ամեն դեպքում կարգավորում եք, չէ՞։ Հեն դուխը տեղն է։ Ճիշտ է, ճիշտ է։ Հեն աղբեր որտեղ ես ապրում։ Սպիտակ։ Ահա։ Լենագան։ Ահա։ Հեն աղբեր որտեղ ես ապրում։ Մասիս։ Դուխը տեղն է։ Ճիշտ այդպես։ Ճիշտ այդպես լավ է։ Դուխները ստեղն են, սա լավ ամեն ինչն է լավ է։ Ուսուսի Ուսուսի տված, մեջքի տված, տեղեքով իրար հետ ընկերներով ամեն ինչ անում մեր սահմանը պահենք։ իսկ եթե տշնամին փորձի ոտնձգություն կատարել, Ինչքան կարան կպահենք մինչև վերջ։ այն շատրվանները իրանց, նա։ Հա, մերոնք են, ընտել մեզ ըն։ Արի, զինվոր ջան, նայ։ Ձեր շնորհիվ այդ շատրվանները Այսպես, նայ, հիմա նայ, զինվոր։ Համի դուք ստեղ պահում եք սարի նման, դրա համար էլ գյուղացիներն այնտեղ ազատ, ոնց որ իրանք են ասում բեջարում են իրենց արտը, չէ՞։ Ընտենում ես։ Մենամ այդ շարժում են մեքենա։ դες զինվորի աշկը ոնց տեսավ, այնա։ Հա, Ադրբեջան, էնի նրանք են, չէ։ Հա։ Այն աշկը տեսավ, այնա։ Այ ուրա։ Ճանապարհատակի բլուրի։ Հա։ Էսի դրանց դիտակետն է, չէ։ Որը։ Այսի, Հա, իրանք են։ էդ իրանք են։ Ազերի բաշի բոզուկներն են։ Իսկ սա մեր ժողովուրդն է, հալար քրդինքով աշխատում, հանապազորը հացը վաստակում, բայց ավելի է դուխավորվում, որ իմանում է սահմաննամուր ձեռքերում է, չէ։ Ճիշտ է տենց։ Տղեր դուխները տեղն է, չէ, ոնց որ նայում եմ աշկերներից, սաղի դուխները տեղն է։ Սարի պես կանգնած ենք։ Ավելի չեք դուխավորում, որ իմանում եք ժողովուրդն էլ ձեր թիկունքին է։ Դուխավորում ենք, բան չենք անում։ Իսկ պատրաստ։ Ավելի շեշտ։ Գելեկը ճորեն։ Այ, իսկականն է։
ջան, ուրեմն բոլորից դուխը շատ տեղն է, շատ մենք բոլորս ուժեղ դուխով պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները ու ուզում եմ մի հատ մեծ կոչ հղել մեր հայ ժողովրդին, վստահեցնելը, որ ինչքան էլ հակառակորդը փորձի խարխլել կամ փորձի լարվածություն ստեղծել մեծ մեր սահմանին, ամեն դեպքում մենք միշտ վստահ հաշվի առնելով, որ դուք մեր թիկունքում ենք կանգնած, միշտ մեծ ուժով կպայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքի սահմանները։